Վաշինգտոնի հետ հավանական ռազմական բախման ֆոնին Իրանը հայտարարում է, որ նախընտրում է դիվանագիտությունը։ Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ասել է, որ վճռական ու պատրաստ են թե երկրի ինքնիշխանության պաշտպանությանը և թե բանակցային սեղանի շուրջ քննարկումներին։ Եթե նրանք ցանկանում են, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծվի խաղաղ կարգավորմամբ, միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Մենք դա ապացուցել ենք նախկինում։ Կարծում եմ դեռևս կա լավ հնարավորություն դիվանագիտական կարգավորման համար, որը հիմնված է երկու կողմերի հավասար հաղթանակի վրա, և լուծումը շատ մոտ է։ Ռազմական ներկայության որևէ անհրաժեշտություն չկա։ Ըստ Իրանի գլխավոր դիվանագետի, կա պատմական հնարավորություն կնքելու համաձայնագիր, որը հաշվի կառնի փոխադարձ մտահոգությունները և կբավարարի փոխադարձ շահերը։ Արաղչիի խոսքով, Իրանը պատրաստ է երկխոսել ամենակարճ ժամկետներում արդար ու իրավահավասար գործարք կնքելու համար։ Վաշինգտոնի հետ բանակցությունների գլխավոր թեման միջուկային ծրագիրն է։ Ուրանի հարստացումը մեր իրավունքն է։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ ենք և կարող ենք ունենալ միջուկային խաղաղ էներգիա, այդ թվում ուրանի հարստացում։ Թե ինչպես կօգտագործենք այն մեր իրավունքն է։ Ուրանի հարստացումը բանակցությունների ամենանուրբ ու զգայուն մասն է։ Մենք գիտենք միմյանց դիրքորոշումները, կարծում եմ լուծման հնարավոր է հասնել։ Կոնգրեսում ամերիկացիներին ուղղված ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է Իրանի հարցը լուծել երկխոսությամբ, սակայն միջուկային զենքի ստեղծում չի հանդուրժի։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ քաղաքականությունն է եղել Իրանին երբեք թույլ չտալ միջուկային զենք ունենալ։ Նրանք արդեն ստեղծել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և այնտեղի մեր ռազմաբազաներին։ Նրանք աշխատում են նաև այնպիսի հրթիռների ստեղծման վրա, որոնք կարող են շուտով հասնել նաև նահանգներ։ Մենք բանակցում ենք նրանց հետ։ Իրանցիները ուզում են գործարք կնքել, սակայն մինչև այժմ նրանցից չենք լսել այն կախարդական բառերը։ Մենք երբեք չենք ունենա միջուկային զենք։ Մեծ ստի կրկնություն հենց այսպես են որակել Իրանի արտգործնախարարությունում ԱՄՆ նախագահի հայտարարությունները։ Էսմայիլ Բաղային իրականությանը չհամապատասխանող է որակել Թրամփի հայտարարությունը, թե Իրանը դեռ չի երաշխավորել, որ երբեք միջուկային զենք չի մշակելու։ Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ իր հրթիռային ծրագիրը զուտ պաշտպանական բնույթ է կրում և չի հակասում միջազգային իրավունքին։ Վաշինգտոնն Իրանից պահանջում է հրաժարվել միջուկային ծրագրից ու բալիստիկ հրթիռներից, փոխարենն իր արմադան, ավիակիրները, ռազմանավերն ու կործանիչները տեղակայել է Մերձավոր Արևելքում։ Իրանին հոգեբանական ճնշման ենթարկելու համար նահանգները պատրաստ է բացել իր ամբողջ զինանոցը, սակայն ըստ Financial Times պարբերականի, ԱՄՆ ներկա ռազմական ներուժը Իրանի դեմ ինտենսիվ գրոհների դեպքում կբավականացնի միայն 4-ից 5 օր։ Աղբյուրն իսրայելական հետախուզությունն է։ Նշվում է նաև, որ առճակատման մեկնարկը կարող է հանգեցնել ԱՄՆ զինված ուժերի անձնակազմի կորստի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։